Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու 2 տարվա փոխարեն 1.5 տարի սահմանելու պաշտպանության նախարարության առաջարկը, որ գերատեսչությունը հիմնավորում էր պայմանագրային զինծառայողների թվի աճով, ինչպես նաև կանխատեսում, թե այսպես պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերը նվազելու են, ուժի մեջ կմտնի ոչ թե հաջորդ 2026-ի ամառային, այլ առաջիկա ձմեռային զորակոչից, տեղեկացնում է վարչապետը Facebook-ում, հրապարակելով հատուկ տեսաանդրադարձ իշխանության ներսում են քննարկել ու որոշել։ Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Պաշտպանական գերատեսչության այս աղմկահարույց նախագիծը, որ փորձագիտական եւ նույնիսկ նախկին բարձրաստիճան զինվորականների շրջանում լայն դժգոհությունների ալիք է բարձրացրել, ինչու կառավարությունը որոշեց ավելի շուտ գործարկել։ Վարչապետն իր տեսանյութում այս հարցին չի պատասխանում, չի պարզաբանում, այլ մանրամասներ չի ներկայացնում։ Փոխարենը փորձագիտական համայնքում են սրվում մտահոգությունները։ Անձնակազմի թվականակը որոշվում է քաղաքական ղեկավարության կողմից ռազմական ղեկավարության առջև դրած խնդրի կատարման տրամաբանությամբ։ Հիմա երբ որ դուք կրճատում եք, սա նշանակում է, որ քեզ մոտ այսպես կոչված քվեության խաղաղություն է, որտեղ եթե հիմնավորվում է, որ այդ 6 ամիս կրճատելով պայմանագրայիններն են զորակոչելու, դա կեղծիք է։ Կրիտերիաներ չի դրվում։ Փորձագետը նկատի ունի այն բոլոր սոցիալական ծրագրերն ու ձևաչափերը, որոնք դեռ 90-ականներից մոտիվացնում էին զինվորական պատրաստվածություն ունեցող եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին, ովքեր փաստացի ոչ միայն իրենց տունն էին պաշտպանում, այլ նաեւ ըստ էության աշխատում։ Հետևաբար, որ իրենք կրճատում են ծառայության ժամկետ, իրենք պակասեցնում են ինչ? Անձնակազմ։ Եթե պակասեցնում են անձնակազմ եւ չկա սոցիալական փաթեթ մոտիվացիա պայմանագրայիններով բանակը համալրելու, նշանակում է իրականում քո բանակի թվակազմը պակասեցում։ Այսինքն գալու է մի բան, որտեղ Ազոր Ադրբեջանը ունի 100,000 բանակ սպառազեն։ Հայաստանը ունի 10,000 բանակ, որտեղ պայմանագրայինները չեն ուզում պայմանագրային ծառայություն, ժամկետային զինծառայողներն զորակոչ չկա։ Օրեր առաջ էր տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը մինչև հաջորդ տասնամյակ նվազեցնելու է ռազմական ծախսերը, կեղծիք էր։ Հերթական այս ազեր ֆեյքը երկար կյանք չունեցավ։ Մասնագետները տեղն ու տեղը պարզեցին ջրերը հիշեցնելով, որ միայն օրինակայի ադրբեջանական նախախաղաղության ամերիկյան գագաթնաժողովից Ալիևը Բաքու տարավ նաև չեղարկված 907 բանաձևը, եւ մինչև հենց իրենց նշած ժամկետը 2030-ը դեսուդենից ավելի թանկ գին վճարելով զենք զինամթեր գնելու փոխարեն պարզապես ուղիղ առավել մատչելի ու շահավետ առուծախի մեջ են մտնելու։ Ադրբեջանը ինքը ոչ միայն ավելացնում է, ինքը նաև սպառազինությունն է հարձակողական առաջին հերթին։ Տանկային մեծ ստորաբաժանումներով զորաբարձություններ են դառնում, տանկային զորաբարձությունը հարձակողական զենք, այլ ոչ պաշտպանողական։ Հետաբար Ադրբեջանը զինվում է, Հայաստանը կրճատում է իր զին անձնական։ Ի տարբերություն Բաքվի, սակայն հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես նաև հայտարարել է եկող տարի ավելի քան 15%-ով կրճատել նաև ռազմական բյուջեն, ինչն իշխանականները համարում են մեր երկրի շահերից բխող որոշում, ընդդիմադիրները հակառակը։ ՔՊԱ-ական падգամավորը հարց է տալիս ընդդիմադիրներին. վատ է, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ցորեն է ներկրվում Հայաստան։ Զարմանում եմ, որովհետև ոնց որ վատ բան է տեղի ունեցել։ Խնդրում եմ վեր կենալ եւ ուղիղ առանց մանևրելու ուղիղ ասեք տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է թե ոչ։ Ընդդիմությունից Գեղամ Մանուկյանը արձագանքեց Թունյանին. ժամանակին Սիրիայից եւս ցորեն ներկրվեց Հայաստան Թուրքիայի տարածքով, սակայն դա չխանգարեց, որ Թուրքիան 93-ին փակի Հայաստանի հետ սահմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ով է։ Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյան։ Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային, որ ցորեն Ադրբեջանի տարածքով, բայց այդտեղ մի կարևոր բան կա։ Առաջի պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է այլ Վրաստանով մտնելու է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, այնտեղից, բայց էլի գալու էր մտնել
Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյունքը Ժորժ ջան, արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Հետո նույն Ալիևը իր այդ հոգեցուն ձև զգացունց ձեր ականջներին հաճո կամ աչքերին հաճո գրության մեջ եւս մեկ անգամ հիշատակել է նշել է Միջանցք բառը։ Ընդդիմադիրները հայտնեցին, թե իրենք կողմ են բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակմանը։ Խաչատրյանը նկատի ունի Հայաստանից Նախիջևանով Հայաստանի տարածք ճանապարհի ապաշրջափակումը, որն ըստ падգամավորի անհնար է, քանի դեռ սադարակ երազ խանցուղին կառուցված չէ։ Դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը։ Հայաստանի Հանրապետության վարելահողերը 40%-ից ավելին 50%-ի չափով չեն մշակվում։ Դրա մասին այդ ուղղությամբ ինչ է կանում, թե քարտուղարը, որ ասում էր ծորեն չկա, բրինձ կուտենք, բրինձ բերեք։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Ընդդիմադիրը հարց ուղեց Թունյանին։ Ի վերջո ԿՊԱ-ական падգամավորը կարող է ասել, որքան է եւ ինչ գնով է ծորենը ներկրվում Հայաստան։ Կարող է անկարծես մի բուր մեկը լցնի գրպանը գա ասի դե տես։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Հիմա ինձ տպավորություններ, որ Ադրբեջանից ուղիղ Հայաստան պետք է մտնի Իջևանի երկաթգծով։ Սիրելիներս, Իջևանի երկաթգիծը քանդած է։ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ միջազգային համաժողովին Փաշինյանը Ալիևի տարանցման սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը որակել է չափազանց կարևոր։ Փաշինյանը նաև հայտնել է, թե Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղի նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Ադրբեջանի վարչապետն իր հերթին է անդրադարձել այսպես կոչված Հայաստան-Ադրբեջան հացահատիկային դիվանագիտությանը։ Ալի Ասադովն է հայտնել, թե Ալիևի այդ քայլը ցույց է տալիս, որ խաղաղությունն ըստ նրա այլևս միայն թղթի վրա չէ իրականացվում, այլ ըստ ադրբեջանցու իրական կյանքում։ Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով եւ վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նշանակել պատիժ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով։ Հիշեցնենք, դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր 2 տարի ազատազրկման։ Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է վերահսկել վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը եւ քննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը։ Հայաստանը գնում է դեպի ինքնականդում, իսկ Սփյուռքը ինքնամաշում։ Այս զուշացմամբ է հանդես եկել Արամ առաջին կաթողիկոսը։ Նա կոչ է արել համահայկական ուժերով կանգնեցնել այս վտանգավոր ընթացքը, ընդգծելով նոր ղեկավարների նոր մտածողության եւ երիտասարդության ներգրավման անհրաժեշտությունը։ Ըստ կաթողիկոսի կրկնվող սխալներով ու հնացած մոտեցումներով հնարավոր չէ հաղթահարել ներկա ճգնաժամը։ Եվրամիությունը աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման ջանքերին, ողջունում է Բաքվի կողմից տարանցման սահմանափակումների վերացումը եւ Շիրակ-Կարս երկաթուղու վերագործարկման նախապատրաստման աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Եվրամիության հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ընդգծելով նաեւ Ժնևում հայ եւ ադրբեջանցի խոսնակների հանդիպման դրական նշանակությունը։ Նա նաեւ հայտնել է, որ Երևանում նախատեսվում են քննարկումներ քաղաքացիական հասարակության փորձագետների մասնակցությամբ եւ վստահեցրել, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղված նախաձեռնություններին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի խաղաղությանը եւ անվտանգությանը։ Այս համոզմունքն է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ընթացքում։ Նա նաեւ կարևորել է հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ռազմավարական նշանակությունը, ինչպես Իրանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
44-օրյա պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է կատարվել, սակայն ըստ ԿՊ-ական падգամավորի հաջողություն չի գրանցվել։ Անդրանիկ Քոչարյանը մանրամասնում է, աշխարհաքաղաքական իրողություններ կային, տարածաշրջանում խաղացողներ էին հայտնվել։ Ըստ նրա 44-օրյայի ժամանակ հայկական զինված ուժերը արյան գնով պահեցին իրենց վստահված դիրքերը։ Հակառակ դեպքում Քոչարյանն ասում է, թե հակառակորդը ոչ միայն կճեղքեր հարավային հատվածը, այլև կունենար հնարավորություն ճեղքելու կենտրոնական եւ հյուսիսային հատվածները, սակայն հակառակորդին մերոնք թույլ չեն տվել։ Թույլ կետեր ունեցանք նաև մեր պատճառով եւ այդ թույլ հատվածը հարավային, որը նաև քարորիայի ժամանակ տեսանելի էր Ջեբրայելի ուղությամբ, որտեղ այդ ուղությունը ուղիղ, այսպես նշանառու էր դեպի Մեղրի եւ այդ ուղղության վրա մենք իրենք հաջողություն ունեցան եւ մենք ունեցել ենք հնարավորություն ինչ որ միջոցառում ռազմական իրականացնելու, որպեսզի կանխենք հետագա զարգացումը։ Թե ինչ կլինի, բազմաթիվ քրեական գործեր կան, նաև այդ դրվագի հետ կապված, նաև քննիչ հանձնաժողովը մենք լսել ենք զինվորականների եւ պաշտոնյաների։ 44-օրյա պատերազմին վերաբերող հազարավոր գործեր կան քննչական մարմիններում, այդ քրեական գործերով անցնում են որոշումներ, ընդունված հրամանատարներ։ Անդրանիկ Քոչարյանն ասում է, ինչ կարողություններով է Հայաստանի զինված ուժերը մտել պատերազմի մեջ եւ այդ ընթացքում արվել է առավելագույնը, թե բաց թողումներ են եղել։ Եղել է ինչ որ պահ, որ մենք մեր մեծամտության պատճառով բանակին զրկել ենք զարգանալու սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած սպառազինության եւ դրա ձեռքբերման եւ ճիշտ օգտագործման ուսուցման հնարավորություններով, որի առերեսվել ենք եւ այս զեկույցից կարևորություն դրա մեջ է, որ այդ խնդիրները վերհանված են։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը հիմա գաղտնի բաժնում է։ Ազգային ժողովի նախագահն էր հայտնել, թե զեկույցի ժամկետը խախտվել է։ Հետո ինչ բանա ժամկետան զեկույց, այսինքն զեկույցը չկա։ Զեկույցը կա, բայց ներկայացման ժամկետները խախտվել է եւ չի։ Դե հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբանների։ Վերջին հաշվով ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետներ, բայց երբ որ վերցնում ես առողջ տրամաբանությունը, իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի արկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն ոնց, այդ զեկույցը մեռավ, չէ՞ որ զեկույցը նպատակ է դրված եղել, լուծվել է այդ խնդիրը։ Քոչարյանը պնդում է, թե զեկույցը տալիս է նաև այն հարցերի պատասխանները, որտեղ իշխանություններին են մեղադրում։ Հիմա կներեք, իշխանությանը մեղադրել, որ ինքը դեմ է զեկույցը ներկայացնելը, ոչ, կա իրավական խնդիր, որի հարցի հետ կապված կա իրավական վեճ։ Առաջին հերթին պարզ է, չէ՞ որ ես բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել եմ, բազմաթիվ, եւ նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, նույնիսկ նախադեպային իրավունքի տեսանկյունից որևէ խնդիր չկար։ Այդ թե ինչի է նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդյանը եւ Թաթուլ Սողոմոնյանը, ազգային ժողովի քարտուղարության պետը, այդտեղ խնդիր է։ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրում է 3.5 տարի։ Այն ստեղծվել է 2022-ի փետրվարին ու մի քանի անգամ ի դեպ երկարաձգվեց աշխատանքային ժամկետը։ Վրացական կողմը ողջունել է Փաշինյանի մասնակցությունը Մետաքսի ճանապարհ համաժողովին։ Փաշինյանը եւ Կոբախիձեն քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգերը։ Նրանք կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսությունը, քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության եւ տարածաշրջանային նախագծերի թրիփի եւ խաղաղության խաչմերուկի շուրջ հարցերը։ Հանդիպան ավարտին Կոբախիձեն պաշտոնական ընթրիք է տվել Փաշինյանի պատվին։ Նոյեմբերի 18-ից 19 Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Գործարար համաժողովի համար առանձնացվել են հաղորդակցություններ, լոգիստիկա, սննդի սպասարկում, էներգետիկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտների քննարկումները։ Հունվարի 27-ը կսահմանվի հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի խոնարհումի օր եւ կլինի ոչ աշխատանքային։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Նախագծի հիմնավորումն այն է, որ մինչ այժմ չկա հատուկ օր նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ այլ անձանց հիշատակը հարգելուն ու մեծարելուն։ Հայաստանում մեկնարկել են խնամատար ծնող դառնալու դասընթացները։ Դրանք կազմակերպվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից Գերմանիայի ֆինանսավորմամբ։ Խնամատար ծնող կարող են դառնալ այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում, չափահաս են եւ վերջին 5 տարիներին չեն հաշվառվել ոստիկանությունում, ընտանիքի կամ երեխայի շահերի դեմ ուղղված հանցանքի համար։ Դասընթացները անվճար են, կանցկացվեն հոկտեմբերի
սեպտեմբերից դեկտեմբեր։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևաթուղթը կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով։ 2025-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5.275.946 հաճախորդ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ այս թիվը աճել է 406.386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5.052.439 ֆիզիկական անձինք են, իսկ 223.507-ը իրավաբանական անձինք։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ 2026-ի հունվարի 1-ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային տարբերակով։ Նոր համակարգը գործարկվել է փորձնական փուլով եւ մինչեւ տարեվերջ գործատուները կարող են կամավոր օգտվել հարթակից, փորձարկելով դրա հնարավորությունները։ Հունվարի 1-ից սկսած 26 թվականի, մինչեւ 26 թվականի դեկտեմբերի 31-ը 1 տարի ժամանակ է տրվելու մեր գործատուներին եւ աշխատողներին, ովքեր ընդունվել են աշխատանքի մինչեւ համակարգի ներդնելը կամ համակարգի ներդնելուց հետո դեռ թղթային տարբերակով են աշխատել, քանի որ կամավոր է եղել եւ իրենց պայմանագրերը դեռ համակարգում չեն, 1 տարի ժամանակ է տրվելու, որ այդ պայմանագրերը եւս լինեն համակարգի մեջ։ Նոր հարթակում կա պայմանագրի միասնական ձև պարտադիր դաշտերով։ Գործատուն լրացնում է անհրաժեշտ տվյալները, ստորագրում էլեկտրոնային եղանակով, իսկ աշխատողը ստանում է ծանուցում self-portal հարթակում։ Ծանոթանալուց հետո նա էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է պայմանագիրը։ Եթե մարդը արդեն ունի էլեկտրոնային ստորագրություն եկամուտների հայտարարման համար, նույն ստորագրությունը օգտագործելու է նաև պայմանագրի կնքման համար։ Այո, այս մասով ստացվում է, որ իրար աջակցող են դառնում, եթե մեկ անգամ դու այդ ճանապարհը արդեն անցել ես մեկ այլ նպատակի համար, կարող ես այդ նույն ստորագրությունը կիրառել նաև այս նպատակի համար։ Նոր համակարգը կնպաստի, որ փաստաթղթաշրջանառությունը նվազի, գործընթացները արագանան, իսկ գործատուի եւ աշխատողի հարաբերությունները դառնան առավել թափանցիկ ու վերահսկելի։ Ինչու սովորել 12 տարի ու միևնույնը չունենալ մրցունակ կրթություն։ Հարցը շատերին է հուզում, հատկապես ծնողներին, որոնք կարծում են, թե երեխաները չեն ստանում այն կրթությունը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին, աշխատաշուկային եւ իհարկե կյանքի մարտահրավերներին։ Ասում են, միևնույնը 12-ամյա դպրոցն ավարտելուց հետո աշակերտները դուրս են գալիս կրթական համակարգից առանց բավարար գիտելիքների։ Ոլորտի փորձագետները խնդիրը բովանդակության ու դասավանդման մեթոդաբանության հետ են կապում։ Մենք ունենք 12-ամյա կրթություն եւ անհետաքրքիր չորուցամակ դասավանդում, արդյոք այդ իրավիճակում թույլկետը 12-ամյա կրթությունն է, ոչ։ Թույլկետը ծրագրերն են եւ դասավանդման ձևերը ու մարդիկ, որոնք դասավանդում են նաեւ։ Ինչա դա նշանակում, որ պետք է 12-ամյան կրճատել, թե պետք է վերանայել ծրագրերը, վերանայել դասագրքերը, վերանայել դասավանդման միջոցները։ Կրճատել տևողությունը ուսման, որովհետեւ ավելորդ անհետաքրքիր տարի է, դա աբսուրդ է, պետք է այդ թերությունը վերացնել։ Աշակերտներին մատուցվող գիտելիքը ըստ մասնագետների իհարկե չի համապատասխանում նրանց հետաքրքրություններին։ Դասագրքերի եւ նյութերի մեծ մասը թեև թարմացնում են, բայց հաճախ չեն լուծում բուն խնդիրը, իսկ ահա ուսումնական ծրագրերը առհասարակ մոտիվացնող չեն։ Մենք պետք է հետ գնանք, փորձենք մտածենք, հասկանանք ինչ ենք ուզում մեծ առումով ստանալ կրթական համակարգից։ Ինչքանով է հիմնավորված, այդ քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, պատմություն, առարկայացանք, այսինքն ոնց եղավ, այսինքն որ հիմա մենք կարծում ենք, որ հենց դա պետք է սովորեն դպրոցում։ Կարող է օրինակ մարդիկ պետք է սովորեն թվային բարեկեցության հիմունքները, թե թվային դարաշրջանում ես ինչպես պետք է կարողանամ իմ ֆիզիոլոգիական, մտավոր, ինֆորմացիոն, հոգևոր հիգիենան եւ բարեկեցությունը պահպանել։ Կարող է այդ առարկան միգուցե ավելի կարեւոր է։ Այն, որ մեր երկրում կրթության որակի զգալի անկում է նկատվում, վստահ են փորձագետները։ Միևնույն ժամանակ պնդում են դեռ շանս կա մեթոդական լուծումներով գոնե շտկել ու փրկել իրավիճակը։ Վերջին շրջանի միջազգային կառույցների հետազոտություններն են փաստում, որ ֆունկցիոնալ անգրագիտությունն է գլուխ բարձրացրել մեր երկրում։ Պետք է կարևորագույն հարց լուծել ստրատեգիական ծրագիր նոր սերնդի մանկավարժների պատրաստման։ Դա սերունդ է, որը պետք է իմանա եւ կարողանա ինչպես 10 մատների միջոցով ամենաբարդ բաները բացատրել, ինչպես կավի ջուր գրատախտակին ամենադժվար բաները պատկերել, այսինքն ամենապարզ միջոցներին տիրապետող, ամենաստեղծագործող, ամենահետազոտող ուսուցիչների սերունդա պետք։ Այս իրավիճակում նույնիսկ կրկնուսույցների չակերտավոր ինստիտուտը չի փրկում։ Անիմաց գումարների ու ժամանակի վատնում, սա էլ այն դեպքում, երբ երեխային որակյալ կրթությունը դպրոցը պիտի ապահովի։ Ու հենց այստեղ է գալիս մասնագետների սիրելի ու ծեծված արտահայտությունը՝ երեխաները սովորելու մոտիվացիա չունեն։
Ես ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ մենք չունենք երեխաների մոտիվացիոն հետաքրքրության հետ կապված խնդիրներ։ Երեխաները ռեալ ուզում են հիմա թե ինչ որ սովորեն, հասկանան ինչի է այս սովորում, ուզում են տեսնել այն ապագան, որ իրենց սպասում է։ Եթե մինչև դա իրենց չկարողանան իսկապես հստակ ցույց տալ, մենք չենք ունենալու մոտիվացիա ինչ որ կուզենան։ Մինչև թվարկված փոփոխությունները կձևավորվեն ու կիրագործվեն, երեխաները շարունակում են մնալ մի համակարգում, որտեղ սովորելը ավելորդ պարտականություն է թվում եւ ոչ թե հնարավորություն։ Իսկ երբ կրթությունը դառնում է ձանձրալի ու ամենօրյա պարտականություն, ապա դրանից օգտվողների թիվն էլ կրճատվում է։ Կասկադի անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար մոտ 36,000 քառակուսի մետր ընդգրկող համալիր է կառուցվելու, որն ունենալու է 1000 տեղանոց հանդիսությունների դահլիճ, թանգարանային հատված, հասարակական հատվածներ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ավագանու նիստի ժամանակ հայտարարել այս մասին։ Նրա տեղեկացմամբ հարակից հատվածում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն է տալու կառուցել 125-ից 135,000 քառակուսի մետր մակերեսով համալիր բիզնես նպատակների իրականացման համար։ Շատ հուսով եմ, որ մենք մոտ 4-5 տարում արդեն վերջնական այդտեղ կունենանք ավարտական կասկադի նախագիծը։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես հեռադիտակի մակերեսից եւ ուսակապիչից կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանին բնորոշ գենետիկական բնութագրին։ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով անցնող անձը ըստ լրատվամիջոցների Նարեկ Օհանյանի ընկերն է։ Մերձավանի 20-ամյա բնակիչ Գևորգ Հարությունյանը մտերիմ է եղել փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ։ Այդ օրվա միջադեպի մասնակիցներից է եղել։ Իրավապահները հակված են այն վարկածին, որ Նարեկ Օհանյանը սպանության օժանդակողն է, իսկ Գևորգ Հարությունյանը կատարողը։ Հոկտեմբերի 22-ին Մարգարավանաձոր Տաշի ճանապարհին Քուչակի վարչական տարածքում բախվել են Volvo եւ VAZ-2106-ը։ 5 հոգի, այդ թվում 2 անչափահաս վնասվածքներով տեղափոխվել են ապարան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարության ապարանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Կին վիրավորին հատուկ տեխնիկայի օգնությամբ են դուրս բերել փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Ժամանել են նաև ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ապարանի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատուի բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։ Հոկտեմբերի 23-ին 29-ամյա Նարեկը Մերսեդեսով ապարան քաղաքի վերջնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե պատնեշներին ու մխրճվել դրանց մեջ։ 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության ապարանի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն ու ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ապարան բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Նախնական տեղեկություններով մեկ այլ վարորդ է վթարային վիճակ ստեղծել Մերսեդեսի վարորդի համար։ Հետո դեպքի վայրից հեռացել է Արագածոտնի բարեկներն ու ապարանի ոստիկանները պարզում են տեղեկությունը։ Քննիչի հանձնարարականով նաև վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Հոկտեմբերի 23-ին Կոտայքի մարզում Երևան-Սևան-Իջևան ճանապարհին Opel Zafira-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու կողաշրջվել։ 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Չարենցավանի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն ու Չարենցավան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Բախման հետևանքով եւ կողաշրջման հետևանքով ավտոմեքենայի անվայեցաններից մեկը կոտրվել է եւ կոտրվել են նաեւ գազաբալոնները, որոնք շպրտվել են։ Ահա տեսնում եք 2 գազաբալոնները եւ կոտրված անվահեցանը։ Հոկտեմբերի 23-ին Չայնիի ոլորաններում բախվել են 25-ամյա Սարգիսի Միցուբիշին եւ 41-ամյա Արթուրի Մերսեդեսը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մոտ 100 մետր առաջ ընթացել, հայտնվել ձորում։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։
Հոկտեմբերի 23-ին հրդեհ է բռնկվել Մալաթիա տոնավաճառի Կոշիկի պահեստում մահազանգից հետո հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ։ Նրանց աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը։ Տեղում էին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Պարզվել է տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, գազաֆիկացված չէ։ Տեղում էին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչներն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները։ Հրդեհի պատճառը պարզվում է, տուժածներ չկան։